Հիմա ճիշտ եմ ես հասկացում, բոլոր են արցախցիները, որոնք քաղաքացիություն չեն ստացել, այսինքն իրենց անձնագրերը չեն փոխել, զրկված են ընտրելու իրավունքից։ Փաստացի այս պայդրությամբ այո։ Մենք ունենք 4 խումբ արցախցիներ։ Եկեք բաժանենք 4 խմբի։ Արցախցիներ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չեն ընդունել, հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում եւ ունեն 070 կոդով անձնագիր։ Արցախցիներ, ովքեր արդեն իսկ ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երրորդ խումբը արցախցիներ, ովքեր ունեն 070 կոդով անձնագիր, բայց համարվում են Հայաստանի քաղաքացիներ։ Այդպիսի խումբ էլ կա։ Պարզաբանը ինչ է ՆԳՆ-ն ասում։ Ասում է, եթե անձը առաջին անգամ իր անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունում ՀԽՍՀ-ից հետո առաջին անգամ իր անձնագիրը ստացել է Հայաստանի Հանրապետությունում, ապա նա համարվում է Հայաստանի քաղաքացի, անկախ 070 կոդով անձնագիր ունենալու հանգամանք։ Իրենք իրենց հակասում են, եւ վերջի խումբ արցախցիները, ովքեր ի սկզբանե, այսինքն միջև հիմա 070 կոդով անձնագիր ունեն, Հայաստանի քաղաքացիություն չեն ընդունել եւ հաշվառված չեն անգամ Հայաստանի Հանրապետությունում։ Այդ չհաշվառվածների մասով ես ընդունում եմ։ Կա խնդիր ընտրությունների մասնակցելու մասով, բայց այն արցախցիները, ովքեր հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում, ունեն ընտրությանը մասնակցելու իրավունք եւ նրանց ընտրացուցակներում չներառելը իմ կարծիքով հետագայում ընտրացուցակները անվավեր ճանաչելու հստակ հիմքեր են։ Մի ավելացում էլ վերջ։ Մի ավելացում էլ հստակ իրավունք ունեն ընտրելու։ Այո, թույլ տվեք մի ավելացում էլ կատարել եւ վերջ։ Այս պահի դրությամբ, որ դատական ակտը չի կատարվում, այսինքն դատանը որոշել ասում, ներառեք ընտրացուցակում, բայց դատանը որոշել ասում է ներառեք ընտրացուցակում, բայց դատական ակտը կատարված չէ։ Մտնում ես ընտրացուցակները ամփոփ տվյալները նայում ես, չկա փոփոխություն։ Իհարկե այդ փոփոխությունները անելու դեռ ժամանակ ունեն, բայց ես արդեն կռահում եմ 2026 թվականի հունիսի 1-ի վերաքննիչ դատարանի որոշումը։ Այսինքն ըստ սա արհեստական խոչընդոտ է, որպեսզի չընտրեն արցախցիները։ Ինձ ոչ միայն ինձ, այլ նաև այստեղ ներկա բոլոր անձանց կարծում եմ, նաև ձեզ ինձ թվում է պարզ է, ինչպիսի վերաբերմունք ունեն արցախցիները գործող իշխանության նկատմամբ։ Սա պարզ առնվազն արցախցիների մեծամասնությունը ինչպիսի վերաբերմունք ունեն գործող իշխանության նկատմամբ։ Հիմա եթե այդ վերաբերմունքը լիներ հակառակը, հիմա անգամ անձնագիր չունեցող արցախցին կկարողանար ձայն տալ։ Կներեք 21 թվականին նույն դատավորը, որ հիմա այս կազմում էլ կա, Իվան Զավենի Բաղմանյան։ Ինչ հղումներ է արել, այսինքն իր որոշման մեջ որպես հղում հիմք որն է եղել, որը հիմա ըստ երևույթի անտեսվում է։ Այ ժողովուրդ ջան, ուզում եմ դա հասկանաք, չկա հղում։ Ընդամենը մեկ նախադասություն, բացակայում են վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր, որևէ հղում չկա, սովորական դիտարկել է որպես վերաքննիչ բողոք, սովորական որոշման դեմ վերաքննիչ բողոք, եւ դա ընդունել վարույթ։ Ասենք, չգիտեմ, օրինակ բողոքարկում է օրինակ ինչ որ 1-ից 100,000 դրամ գանձելու վերաբերյալ դատարանի վճիռ։ Այսպիսի ընթացակարգով ինքը ընդունել է վարույթ։ Նկատի ունեմ նախնական որոշումները, որոնք բավարարել են։ Նախնական որոշումներով ինքը հստակ նշել է, ինքը նախնական որոշումները, որը բավարարել է, հստակ նշել է, որ եթե արցախցին կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, ուրեմն նա ունի ընտրությանը մասնակցելու իրավունք։ Եվ քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներում նրա անունը, ազգանունը, այսինքն նրա տվյալները, անհատականացնող տվյալները ներառված չեն որպես ընտրողի տվյալներ, ուստի պետք է հայցը բավարարել եւ պարտավորեցնել նրանց ներառել ընտրացուցակում։ Եվ քաղաքացիները ներառվել են, քաղաքացիները գնացել եւ մասնակցել են ընտրություններին 21 թվականին։ Այսպիսի ունեցել ենք, եթե չեմ սխալվում, մի քանի 100 դատական ակտեր։ Ես խոսեցի միայն Իվան Զավենի Բաղմանյանի մասին։ Արցախցիներն վերաբերում քանի հոգի է զրկված ընտրելու։ Ես այս պահի դրությամբ ճիշտ կլինի, ավելի ճիշտ կլինի լիազոր մարմինները պարզաբանեն, քանի արցախցի արդեն ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց այդ մասով էլ ունենք խոչընդոտ, հիմա ասեմ իմանալ։ Եթե արցախցին օրինակ ընդունել է քաղաքացիություն, այս պահի դրությամբ օրինակ նրան ազնագիրը տրամադրելու գործողությունը արհեստականորեն ձգձգվում է։ Չկնայես կա նախագահ հրամանագիր, մարդը երթում տվել ավան, բայց ազնագիր տրամադրելու գործողությունը արհեստականորեն ձգձգվում է։ Կամ որ տրամադրում են ազնագիր ՆԳՆ մի հատ անհեթեթ պարզաբանում է ներկայացնում, ասում է, դե չգիտես դե չնայած ազնագիրը ունես, բայց օրենքով դու պետք է ունենաս 6 ամսյա ժամկետով անձը հաստատող փաստաթուղթ։ Նախ անձը հաստատող փաստաթուղթը միայն ազնագիրը չէ։ Եվ երկրորդ 6 ամսյա վաղեմությամբ ազնագիր ունենալը պարտադիր նախապայման չէ ընտրությունների մասնակցելու համար։ Փաստացի քանի արցախցու ընտրական իրավունք է խոչընդոտում, առնվազն 90%-ի, 95%-ի ասեմ ասում։ Այսինքն դուք կանխատեսվեք, որ վերաքննիչ դատարանը կփոխի։ Ոչ 100,000, ինչու եք դուք դիտարկում, որ 120,000 արցախ։ Մենք ունենք նաև 2020 թվականից հետո տարհանվածներ։ Մենք ունենք միջև այդ իրենց բնակության վայրը տեղափոխած եւ Հայաստանի Հանրապետություն բնակություն հաստատած քաղաքացիներ, ովքեր Հայաստանի քաղաքացիություն չեն ընդունել։ Այ հենց նրանց մասին եմ խոսում, երբ որ ասում եմ, կան անձինք, ովքեր ունեն Հայաստանի կոդով անձնագիր, բայց նրանց Հայաստանը իրենց քաղաքացի չի համարում։
Այսինքն դուք կանխատեսում եք, որ վերաքննիչ դատարանը Առաքելյանի որոշումը կբեկանի կփոփոխի եւ ըստ տրամաբանության մեկ հարց էլ պարոն Երիսյան, դուք հնարավորություն կունենաք ըստ տրամաբանության վճռաբեկ դատարան բողոքարկելու, չէ՞։ Ինձ թվում է մինչեւ ընտրություններ գուցե չհասցվի վճռաբեկի որոշումը իմանալ։ Իսկ այդ պարագայում հարց է առաջանում, մենք ինչպես ենք մասնակցելու ընտրություններին։ Եթե վերաքննիչ դատարանի նախ լավ մի օրում ես հասցրեցի բողոքը գրեցի եւ ներկայացրեցի։ Վճռաբեկը դուք պատկերացնում եք 3 օրում որոշում կայաց։ Վճռաբեկը օրինակ շատ շուտ ամենակարճ որոշումը կայացրել է Սամվել Կարապետյանի գործով, երբ որ հիմնավոր կասկածի բացակայության մասով դիրքորոշում էր տալիս։ Բայց անգամ այնտեղ չհասցրել այսպիսի արագությամբ որոշում կայացնել։ Ես չեմ պատկերացնում, որ միջև ընտրություններ, եթե վերաքննիչ պայմանական իրենց բողոքը բավարարես, մենք բողոքարկեցինք վճռաբեկը միջև այդ բարույթ կընդունի։ Մի հատ էլ որոշում կկայացնեն, այն որոշումներ կլինի մեր օգտին։ Այս պահի դրությամբ, ախր այս քննարկելու հիմա այս ամեն ինչ քննարկելը անիմաստ է։ Ունենք առաջինացիային դատարանի որոշում։ Այդ որոշումը վերջնական ուժի մեջ համտնում հրապարակման պայ կնիկված է Հայաստանի Հանրապետության կնիքով։ Էլ ինչ կա քննարկելու։ Մարդիկ գնացին ընտրությունների մասնակցեցին։ Միայն միջազգային պրակտիկան։ Միջազգային պրակտիկան, ասեմ, եվրոպական դատարանը, ասեմ ավելի մեր սահմանադրական դատարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Եվ սահմանադրական դատարանը այնտեղ իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ այսպիսի որոշումների չբողոքարկումը համապատասխանում է սահմանադրությանը, որովհետև հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը պետք է ունենա վերջնական որոշում, մասնակցի ընտրությանը, թե ոչ սահմանադրական դատարան սահմանադրականության հարց քննարկել է, ասել է, հողում կատարելով նաև եվրոպական դատարանի բազում նախադեպային որոշումների, հստակ արձանագրել է, որ դա իրավաչափ է։ Այսինքն նման որոշումները պետք է ենթակա չլինեն բողոքարկման։ ՆԳՆ մի ուրիշ հետաքրքիր պարզաբանում էլ ունի, ասում է, դե գիտեք, այդտեղ խոսքը վերաբերում է ճշգրտումների, մինչդեռ ընտրացուցակում անձին ներառելը ճշգրտում չէ։ Բայց սրա կապակցությամբ գոյություն ունի ընտրական օրենսգիրք։ Ընտրական օրենսգրքի հիմա հոդվածը չեմ մտաբերի, բայց հստակ կարող եմ ասել։ Ընտրական օրենսգրքի վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ ընտրացուցակում ներառելը վերաբերում է ճշգրտմանը։ Ինչ է ասում ընտրական օրենսգիրքը, ասում է, ճշգրտման արդյունքում անձանց թվականակը կարող է փոխվել։ Եթե ասում է ճշգրտման արդյունքում թվականակը փոխվել, ուրեմն թվականակի փոփոխությունը հանգեցնում է ճշգրտման։ Հետևաբար նման գործերը վերաբերում են ճշգրտման։ Եվ հետևաբար ՆԳՆ նախարարության, ներքին գործերի նախարարության պարզաբանումը անհեթեթ է, ոչ իրավաչափ եւ իմ կարծիքով անարգանք է դատարանի նկատմամբ, որը չգիտեմ ինչու հանդուրժում է բոլորի կողմից։